Նազելի Բաղդասարյանը ազգային ժողովում ձեր հետ կապված ասաց, որ մի հատ ճշտեք ինքը որ թաղամասում է ապրում եւ որ ընդդիմադիրի հարևանությամբ է ապրում, հիմա ճշտենք, հա, նկատի ունենալով ակնարկելով, որ դուք ընդդիմադիրի ուղղորդմամբ եք առաջնորդվում, հիմա ում հարևանությամբ եք դուք ապրում ու որտեղ։ Ես չգիտեմ Տիկին Բաղդասարյանը ինչ է նկատի ունեցել, ում է նկատի ունեցել, կարող եմ կռահել, կարող եմ չէ, բայց քանի որ ինձ նման ասեկոսները չի հետաքրքրում, ես գործի մարդ եմ, ժողովուրդը ինձ ճանաչում է։ Ես երկու եկեղեցիների մեջ երթվել եմ իմ արժանապատվությամբ, որ այս ընտրությունները լինելու է Բեգումնային, ու այս ընտրությունների որոշողը լինելու է Գյումրեցին։ Ասել եմ ու նորից կրկնելու եմ, մեր տարած ժողովրդի ոչ մի քվե եւ ոչ մի մանդատ չի տրվելու այս կամ այն կուսակցությանը եւ որպեսզի ավելի բովանդակալից լինի, նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեն մնալու է ժողովրդին է։ Մենք ոչ մեկին ձայն չենք տալու։ Ես սա երթվել եմ իմ արժանապատվությամբ։ 50 տարի ապրել եմ այս քաղաքում արժանապատիվ եւ ոչ մի աթոռի համար ես կյանքում իմ արժանապատվությունը ներքև չեմ տնի։ Հիմա ձեր հարևանը գաղտնիք է, ով է, որը հայտնի ընդդիմադիրն է։ Իհարկե գաղտնի չէ, բոլորը գիտեն այս քաղաքում, որ իմ հարևանը Վարդան Ղուկասյանն է, մենք մի քանի մետր հեռավորության վրա ենք ապրում։ Հարաբերությունները ձեր ինչպիսին են։ Հարաբերությունները ոչ մի մեր մեջ ոչ մի խնդիր չկա, այստեղ քաղաքական process-ներ են, քաղաքական process-ներից միգուցե որոշակի խնդիրներ առաջացել է, բայց ես ոչ միայն պարոն Ղուկասյանի, ոչ մի տեխնացուների հետ ես խնդիր չունեմ, թշնամանք չունեմ, բոլորին մաղթում եմ իրենց հոգու եւ սրտի կյորա, եթե մի մարդ ով ուզենա իմ քաղաքը սարքի, իմ Գյումրեցու դեմքին ժպիտ պատճառի, դա իմ ընտանիքի անդամը կլինի, դա իմ հարազատը կլինի։ Հիմա դուք կողմ չեք, որ ձեր հարևանը դառնա քաղաքապետ, Վարդան Ղուկասյանն։ Քաղաքապետ դառնալու է Գյումրեցու ընտրյալը, Գյումրեցու որոշումով, թե ում կընտրի Գյումրեցին, ում կորոշի Գյումրեցին, դա մենակ հայտնի է Գյումրեցիներին եւ Աստծուն։ Ում էլ որ ընտրեց Գյումրեցին, ուրեմն դա Գյումրեցու որոշումն է, այստեղ ոչ մեկ չի կարող հագադարձել ոչ մի կերպ։ Իսկ այն որ ընտրացուցակներում տեղ են գտել բազմաթիվ հնդիկներ, կարող է հետո պարզվի, ասենք որ Ռամիշ Կումերը, ասենք բան է, խելքը գնում է ՔՊ-ի համար։ Տեսեք, լսել եմ համացանցից, տեղեկություններ ստանում ենք այս կամ այն կողմից, որ նման ոչ միայն դա, այլ ճանապարհներով նաև կա, բայց ես չգիտեմ իմ բարոյականությունս էլի թույլ չի տալիս, որ ես մտածեմ կամ պատկերացնեմ այդ մասին, բայց մի հետաքրքիր բան կասեմ ձեզ։ 21 թվականի ընտրություններին Շիրակի 110,000 ընտրողներից Գյումրիի ներողություն մասնակցել են 26,000։ Սա ինչ է խոսում, այսինքն 75-80,000 բնակչություն չի մասնակցել, ինչի չի մասնակցել, որովհետև 10 տեխնացուներից որևէ մեկին չի ուզեցել, այսինքն չի գտել այդ մարդուն։ Հիմա հնարավորություն ընձեռվել է մի հոգի, մի անձ այլընտրանքային, ով ոչ մի կուսակցություններին չի պատկանում, ոչ մեկի հետ չի միանալու, ոչ մի քվե չի տալու։ Հիմա ստեղ Գյումրեցու որոշումն է լինելու։ Եվ ես հասկանում եմ մի պարզ բան, որ մեր Գյումրեցին շատ լավ գիտի։ Ու առհասարակ մեր հայը էլ առաջվա միամիտ ազգը չի, շատ լավ տեսնում են, շատ լավ լսում են։ Ու ես ցանկանում եմ, որ գյումրեցիները այս պահից սկսած թող որ այս նյութը այնքան մեծ տարածում ունենա, որ բոլորը հասկանա, որ ոչ միայն Գյումրեցին հայ ազգը պետք է լինի բռունցք, գոնե մեկ անգամ պետք է լինենք համախմբված։ Մենք բոլորս գիտենք, որ մեր հաղթանակը մեր միասնության մեջ է լինելու։